Մավորներ 20 րոպեի ընդմիջումը, ինչպես նաև մեծ ընդմիջումը ավարտվեց, եւ մենք կարող ենք անցնել քվեարկության, բայց մինչև քվեարկության անցնելը քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը հանդես կգա վարման կարգով։ Քվեարկություն ունենք։ Հարգելի գործընկերներ։ Մի րոպե, պարոն Կոնջերյան, ինչ։ Հետո կասեմ, խնդիր չկա, քվեարկությունից հետո։ Ոնց ասեք, պարոն Մինասյան, դուք եք այսօր քաղաքական օրակարգը թելադրող միակ ուժը ազգային ժողովում, հենց որ քվեարկությանը դրում ազգային ժողովի պատիվ ունեմ եւ Հայաստան խմբակցության կողմից ներկայացված ազգային ժողովի падգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարկագծի վերաբերյալ падգամավորական էթիկայի հանձնաժողովի ստեղծման մասին ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկություն։ Ապրես Արշակյան։ Կողմ 28 դեմ 47 ձեռնպահ 1 որոշումը չի ընդունում վարման կարգով Հայկ Կոնջերյան համեցեք պարոն Կոնջերյան։ Հարգելի գործընկերներ, մենք այս նախագծին դեմ քվեարկեցինք այն պատճառով, այդ թվում, որ ինչպես որ ես նշեցի իմ ելույթի ժամանակ, փաստացի ընդդիմությունը այս նախագիծը բերել էր ոչ թե էթիկայի հարցերով շահագրգռված լինելու համար, այլ բերել էր որ ՔՊ-ին վատ լինի։ Ոչ թե որ լրագրողի համար լավ լինի, այլ ՔՊ-ի համար վատ լինի, այնպես որ սա որևէ կապ չուներ էթիկայի հետ, սա հերթական անգամ ընդդիմության կողմից ընդհանրապես բարոյականությունը որպես կոնցեպտ թրաֆիքինգի ենթարկելու փորձ է, հարգելի գործընկերներ, եւ իրականում էթիկան եւ դուք իրարից նույնքան հեռու եք, որքան դեռևս շարունակում են իրարից հեռու մնալ Գառնիկ Դանիելյանը եւ Մոնիկա Բելուչին, եւ սա բացարձակապես որևէ կապ չուներ էթիկայի հետ։ Եվ ուզում եմ նաեւ մեկնաբանել, քանի որ Տիկին Թովմասյանը իմ ելույթին իբրև անդրադարձ մեկնաբանեց, Տիկին Թովմասյան, ձեր նշած դեպքը այն մասին է, երբ որ Մհեր Սեթրակյանը հանրապետական խմբակցության падգամավոր լրագրող Մհեր Արշակյանին սպառնաց կոտրել նրա ծնոտը։ Ես ուրիշ դեպքի մասին էի խոսում, երբ որ նա լրագրողներին անվանեց նախիր, հետո երբ որ լրագրողները ասացին, բայց ես ինչ եք ասում, ինքը սկսեց մի քանի հարկանի սեռական բնույթի հայհոյանքներ ուղղել լրագրողներին, դա ձեր այդքան սիրելի իշխանության ժամանակ եւ այնտեղ որևէ բան տեղի չունեցավ։ Շնորհակալություն, վարման կարգով անդադ պարոն Մինասյան, խոսել եք դուք արդեն վարման կարգով, չէ, դες չի լինի։ Այլ մարդ կա ձեր մոտից, որ վարման կարգով կուզենա խոսել։ Լավ, եկեք, խնդրեմ պարոն Մինասյան։ Գիտեմ, որ չի կարա։ Հա, բայց եկեք ընդառաջ ենք, պարոն, ես թույլ տվեք ես որոշեմ։ Այո, խնդրեմ պարոն Մինասյան։ Կարճ։ Նախ հստակեցնեմ, որ կանոնակարգով իրավունք ունեմ, պարոն Կոնջերյան։ Եթե կանոնակարգին ծանոթ չեք, բացեք նայեք։ Քվեարկությունից առաջ եւ քվեարկությունից հետո падգամավորը մեկական անգամ կարող է։ Բացեք կանոնակարգը։ Տեսեք, հարգելի հայրենակիցներ, հենց նոր քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը փաստեց իմ խոսքում ասված շատ հստակ միտքը։ Քաղաքացիական պայմանագիրը հրաժարվում է էթիկայի հարցով քննարկում իրականացնելիս։ Եվ սա հաստատում է մեր այն մտահոգությունը, որ բռնությունը, ատելությունը եւ անհանդուրժողականությունը խրախուսվում է բարձրագույն իշխանության կողմից։ Վարման կարգով Ռուբեն Ռուբինյան։ Հարգելի գործընկերներ, պարոն Մինասյանը ճիշտ չի ասում, որտեղ քաղաքացիական պայմանագիրն ասում է, որ ստեղծվելու է էթիկայի մշտական հանձնաժողով, որտեղ էթիկայի հարցերը կքննարկվեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցի քննարկումն ավարտվեց, վարման կարգով Թագոյ Թովմասյան համեցեք։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ պարզաբանել, որ պարոն Ռուբինյանի ասած այն միտքը, որ ազգային ժողովում ստեղծվելու է էթիկայի մշտական հանձնաժողով, այդ հանձնաժողովը չի ունենալու հետադարձ ուժ, հետադարձության կարգով չի քննարկելու Անդրանիկ Քոչարյանի վարքը, հետևաբար այն խոսքերը, որ ես հնչեցրեցի ազգային ժողովի ամբիոնից, որ քաղաքացիական պայմանագիրը քաղաքական հովանավորություն տվեց եւ հովանավորության տակ վերցրեց Անդրանիկ Քոչարյանի անթույլատրելի պահվածքը լրագրողների նկատմամբ եւ կոնկրետ Ռիփսի Մեջեբեջյանի նկատմամբ հովանավորվում է ողջ իշխանական կուսակցության կողմից։ Ավելին,
Երբ այստեղ հնչում է, որ լրագրողներին մենք փորձում ենք քաղաքական ինչ-ինչ նպատակների համար այդ հարցը օգտագործել, Ռիփսի Մեջեբեջյանը վերևում է, լսում է մեզ, թույլ չի տա, որ որևէ այլ մեկնաբանություն լինի, 161 լրագրողներ դիմել են մեզ ստեղծելու էթիկայի հանձնաժողով, մենք ընդառաջել ենք եւ մենք պատրաստ ենք լինել ցանկացած լրագրողի կողքին, ինչպես եւ եղել եմ։ Եղել եք։ Լավ, շնորհակալություն։ Այլ վարման կարգով։ Շնորհակալություն, հարցի քննարկումը վերջի ավարտվեց։ Անցնում ենք, շարունակում ենք քննարկել դատական խորհրդի անդամի տեխնացու